Սիրելի հեռուստադիտողներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում է Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարը եւ այսօր մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ, մի հետաքրքիր հյուրի հետ։ Այսօր Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում պայմանավորված այս կորոնավիրուսով մարդիկ հաճախ նոր փորձարկումներ են անում, նոր ձեռնարկություններ են ստեղծում, որոնք հաճախ կոչվում են միկրոձեռնարկություններ եւ այդ նախաձեռնությունները այսպես կոչված կոչվում են ստարտափեր։ Եվ այդ ստարտափերի մեջ լինում են նաև բնականաբար խոհարարական ստարտափեր եւ այսօր մեր հյուրն է նոր ձեռնարկությամբ զբաղվող մեր Վաչագան Ղազարյանը, որի հետ մենք կպատրաստենք մի հետաքրքիր ուտեստ, որի աշխարհագրությունը սկսվում է Չինաստանից եւ չի ավարտվում Կանադայով եւ Միացյալ Նահանգներով եւ բնականաբար ընդգրկում է նաև մեր ռեգիոնը, այն մեր ռեգիոնում հայտնի է որպես վրացական խինկալի, ռուսական պելմենի, հայերս նրան երբեմն անվանել ենք նաև ականջապուր, բայց իր սկիզբը առնում է Չինաստանից, որտեղ այն կոչվում է պինյի։ Բայց հիմա այսօր մենք պինյին չենք պատրաստի, քանի որ մեր Վաչագանի պապերը Սարդարապատից են եւ իր մեջ խոսում է հայկական արյունը, այս հայկական արյունը եռալով մենք կեռացնենք հայկական ալյուրից պատրաստված խմորը եւ կստանանք հետաքրքիր ուտեստ։ Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ ողջույն բոլորին։ Սիրով կպատրաստեմ այսօր։ Հրաշալի։ Անվանում մենք վերջում կմտածենք։ Հիմա ինչ ենք անում, Վաչագան։ Սկզբից կհունցենք խմորը, որից հետո կթողենք հանգստանա, կզբաղվենք մսով, խճողակով։ Հիմա դու սկսում ես ալրայի նախապատրաստությունը, խմորայի։ Պարզ խմոր ենք պատրաստելու, չէ՞։ Պարզ խմոր է։ Հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտող, մենք գտնում ենք մի հրաշալի վայրում, Կոտայքի մարզ, գյուղ Մրգաշեն։ Գուցե թե այս անունը ձեզ շատ բան չի ասում, բայց պիտի ասեմ, որ Խորհրդային Միության ժամանակ այստեղից Կրեմլ արտահանվում էր լավագույն ծիրանը, քանի որ ծիրանը հիմա դիվանագիտության եւ քաղաքականության մեծ բաժին է ներկայացնում Տավուշյան հայտնի դեպքերից հետո մենք չենք կարող չանդրադառնալ եւ Հայաստանը որտեղ աճում է լավագույն ծիրանը, այնտեղից էլ մենք պատրաստում ենք այս հրաշալի ուտեստը մի հրաշալի մարդու հետ։ Ինչ արեցինք, Վաչագան։ Մի փոքր ձետ ավելացրեցինք տաք ջրին, Հրաշալի։ խառնեցինք եւ հիմա հունցում ենք խմորը։ Վաչագան, հայտնի է, որ հիմնականում կանայք են զբաղվում այս խմորային գործերով, չնայած օրինակ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, այսինքն լավագույն խոհարարները իրենք են զբաղվում հենց խմորի պատրաստմամբ, որտեղից է առաջացել ձեր սերը եւ ինչով է զբաղվում ձեր ընկերությունը հիմա։ Իրականում հենց սկսվեց նրանից, որ Դուք եւ պատրաստեք եւ զբաղվում էի իտալական խոհանոցով, պատրաստում էի ռավիոլի եւ ֆրեշ պաստա, սկիզբը գնաց այդտեղից։ Այսինքն պատրաստում եք ձեր համար, ձեր ընկերների համար։ Հա, սկզբում պատրաստում էի ինձ համար, մասնակցում էի այտենց մաստեր կլասների, դասընթացների, ես դրանով հանգստանում էի, այո, Հայաստանում հիմա բացվել է արդեն ակադեմիա, որտեղ ցանկացողները։ Հիշեցնեմ, որ մենք շուտով նաեւ մի նոր հեռուստանախագիծ կսկսենք, որը եւս լավագույն հանգստի ձևն է, էքստրեմալ երկիրը, որտեղ որ կլինի նաև ռաֆտինգ, կլինի լեռնային հեծանիվ, սպորտային քվեսներ եւ ասեմ, որ մենք առաջին անգամ Վաչագային հանդիպել ենք, երբ որ մենք ռաֆտինգ ենք իրականացնում Դեպետի վրա, որի անունը նույնպես ոչ հայկական է, հիմա գուցե թե միասին կամ հետագա մի անուն մտածենք, որ ռաֆտինգը հայացնենք, որովհետեւ օրինակ վրացիներն ասում են ջոմարդովա ռաֆտինգին, հիմա մենք այս խինկալի, պիլմենի, պինին, ականջապուրը գուցե թե մեկ ամստանք։ Խմորը պատրաստ է։ Խմորը պատրաստ է, կարող ենք ծածկել, որպեսզի հանգստանա։ Որքան ժամանակ։ Մինչև որ խճողակը կպատրաստենք։ Հրաշալի, դա կողքն ենք, որպեսզի մեջ չխանգարի։ Այստեղ եւ արդեն զբաղվենք մսով։ Միսը մենք այսօր կկտրտենք, չնայած սովորաբար աղում ենք, բայց այսօր մենք կկտրտենք միսը։ Աշուտ, մենք պատկերացնենք, որ 100 տարի առաջ է, երբ որ տեղի էր Սարդարապատի ճակատամարտը, որին մասնակցում էին նաև մեր Վաչագանի ապու պապերը, չէ՞, պապերը, նանը, որովհետև նանը տատեր նշանակում, ինչեր որ ուզում էին այս Մրգաշենում լիներ այս առանձնատան կամաքարակի անունը, բայց քանի որ ես ու դու մտածում ենք, որ այդքան էլ հաջող չի տրված անունը, չէ՞։ Հիմա մենք խինկալը եւ պելմենը փոխարենք
մի հայկական անուն կմտածենք, ասենք որ հնում անիում մոտ 1000 տարի առաջ։ Այն ձևը, որ աշխարհին հայտնի է որպես չինական պինին, որ հայտնի է որպես ռուսական պելմենի, վրացական խինկալի, իհարկե իրեն այն ժամանակ լուսավորներ չկան, այսպես մանր կտրատում էին, նույնիսկ ծեծում էին, կարող են քարով ծեծել, չէ, եւ ինչպես ասում են, լավագույն խինկալի դամատություն են Երևանում, լավագույն մսամթերքը պատրաստում եք ձեր, ինչպես է կոչում են գերությունը, համեղ, անգլերեն նշանակում է delicious food, այո, delicious food։ Հիմնադիրն է Վաչագան Ղազարյանը։ Աշխարհի լավագույն դանակներից մեկով Վաչագան Ղազարյանը պատրաստում է մի հետաքրքիր ուտեստ, մանրացնելով գլուխ սոխը եւ հիմա կավելացնենք մնացած համեմունքները, հա թերևս։ Այո, անպայման։ Ես մտածում եմ, որ այս մսային զանգվածի մոտորապես 1/4-ը կկազմի սոխի զանգվածը, հա, որպեսզի համը տեղը լինի։ Կամ գուցե թե 1/3-ն էլ չէր խանգարի, բայց հիմա կավելացնենք համեմունքային մասը, հա։ Այսքանը եղևի բավարար է։ Իսկ մեր այս այգում, այս Մրգաշենի այգում, բանջարանոցում աճող մեր այս կանաչներից կօգտագործենք, թե ոչ։ Անպայման։ Եվ ինչ կօգտագործենք, համեմ, հա։ Համեմ, մաղադանոց, ռեհան եւ սամիտ։ Եվ սամիտ։ Հայկական, դուք գիտեք, որ կանաչեղենի համբավը տարածված է ամբողջ աշխարհում եւ ինչպես որ Մրգաշենի ծիրանի համբավը եւ հայկական ծիրանի։ Հիմա ավելացնում ենք համեմունքները։ Համեմունքները ավելացնենք, ստեղ ունենք մի քանի տեսակ պղպեղներ։ Սա տարբեր գույների պղպեղների հավաքածու է։ Սիրելի հեռուստատող, մենք հիշում ենք, որ ցանկացած դեպքում ամենից ճիշտը ոչ թե փոշի համեմունք օգտագործելն է, այլ հենց համեմունքը մանրացնել, Թարմ աղացած։ այո, որպեսզի համը եւ հոտը բավականին լավ ընդգծված լինի, ինչպես նաև սուրճի դեպքում է դա ճիշտ, չէ՞։ Միանշանակ։ Քանի որ մենք հայրս շատ սուրճ ենք խմում։ Ասեմ, որ հոտերը արդեն զգլխի չեն եւ ես արդեն գրեթե վայելում եմ այն ուտեստը, որ մենք ստանալու ենք, հիմա չմոռանանք աղի մասին, սիրով օգտվենք տանտիրուհու բարեհաճությունից եւ օգտագործենք խոշոր աղ, չէ։ Վաչագան, բեր մի հավելում էլ անենք, որը գուցե թե հետագայում կօգտագործենք, քանի որ մենք շատ խոսացինք տարբեր, այսպես խառնուրդներից, եւ դու գիտես, որ լավագույն ռեստորանները, լավագույն խոհարարները դրանք ստեղծագործում են գյուղերում եւ ի տարբերություն քաղաքների, որտեղ որ հնարավորությունները սահմանափակ են մթերքներ ունենալու, որովհետեւ մենք օգտագործում ենք տարատեսակ, այսպես կոչված սննդային առևտրային ցանցերի, իսկ գյուղում հնարավոր է օգտագործել եւ քանի որ մենք Մրգաշենում ենք եւ կարող ենք օգտվել այստեղից, թերևս քանի որ իտալական խոհանոց ենք խոսում, օրեգանո օգտագործենք, տերևներ, ավելի պիկանտ համ ստանալու համար, հա։ Այսքանով էլ ես մասնակցեմ։ Օրեգանոն հայերեն գեղեցիկ անուն ունի, խնկածաղի։ Հա, մի տերև է բերել, թող 3-ը լինի։ Քանի որ խունկը դա հաջողություն բերող է, չէ՞։ Եվ թող ավելի պիկանտ համ գծի։ Գիտեք, որ այնինչ որ ենթադրենք միջազգային շուկայում ասում են, մենք չենք օգտագործում, բայց հենց որ այդ օտարահանջ բառերն օգտագործում են, մենք սկսում ենք դրան ուշադրություն դարձնել։ Հիմա այս եթե լիներ խնկածաղիկ, դրան ուշադրություն չեն դարձնում, բայց հենց ասում են օրեգանո, արդեն հնչում է։ Հիմա մեր ուտեստը պատրաստման ընթացքում նաև կմտածենք, հա։ Հասկացա ինչ կարելի, եթե դա վրացերեն խինկալի է, քանի որ մենք այստեղ խնկածաղիկ օգտագործեցինք, մեր մոտ է կնի խնկելի, չէ՞։ Որոշվեց։ Որտեղ խնկածաղիկ, նայել խինկալի, սա կնի խնկելի։ Եվ դու կարող եք օգտագործել նաև որոշակի քանակով օրեգանո եւ
արդեն նոր ապրանքանիշ կունենանք, խինկալի փոխարեն կլինի խնկելի, որը կլինի, այսինքն խունկով պատրաստած, խնկելի, որովհետև դա նշանակում է գնահատելի նաև, չէ՞։ Այժմ սկսենք արդեն բարուրել խմորի մեջ։ Մենք Ոչ խմորը պատրաստ է արդեն։ Խմորը պատրաստ է, շատ լավ վիճակում է։ Մենք ոչ թե կբացենք ամբողջ խմորը, այլ կտոր կվերցնենք։ Հրաշալի։ Կուզենայի, որպեսզի մենք ցույց տայինք կառուցվածքը, որ տեսնեք, որ ինչքան իր այս օդային բացվածքները, որ մենք տեսնում ենք, ցույց է տալի, որ ինքը արդեն լավ է պատրաստված։ Օդային փուչիկները, հա։ Սիրելի հեռուստադիտող, հիմա եկել է մեր հաղորդման ամենահետաքրքիր եւ ամենահաճելի պահը, երկու պարզ պատճառով։ Առաջին, ես ու Վաչագանը կհանենք մեր շնչադիմակները եւ վերջապես ազատ շնչելու հնարավորություն կունենանք։ Երկրորդ կվայելենք այն ուտեստը, որ պատրաստեց մեր հարգարժան Վաչագան Ղազարյանը եւ որը մեր թեթև ձեռքով մենք ընկեցինք խնկելի անունով։ Եվ քանի որ խունկը կապված է նաեւ գինու հետ, չէ, որտեղ խունկ այնտեղ նաև գինի, մենք գինին լցնենք։ Հիմա կխնդրեի, որպեսզի Վաչագանը կիսի այդ մեր խնկելիներից։ Գիտեք, որ վրացիներն ասում են խինկալի, ռուսները պիլմենի, իսկ մենք կասենք խնկելի, քանի մենք խունկ օգտագործեցինք այստեղ։ Եվ ասեմ, որ հաղորդման նկարահանման ժամանակ ես հետաքրքրվում էի այն գներից, որ ունի, եւ այն կիսաֆաբրիկատները, որոնք այսօր կան շուկայում, դրանք ստանալու համար, որակյալ ստանալու համար միսը պարզապես պետք է գտնել փողոցում, որպեսզի այդ գնով ստանան այն կիսաֆաբրիկատները, որ հաճախ վաճառվում է մեր խանութներում։ Իսկ այս դեպքում դուք նկատեցիք, ինչքան մասնագիտական, ինչքան ճիշտ վերաբերմունք կա հարգարժան Վաչագան Ղազարյանի իր ընտանիքի կողմից դեպի իրեն սկսած գործը։ Բերեք առաջինը շնորհավորենք ձեզ, ձեր սկսած գործը թող որ հաջողի եւ մենք նորանոր ուտեստներ վայելենք, որոնք կպատրաստվեն ձեր ընտանիքի, ինչպես նաեւ ձեր աշխատակիցների ձեռքերով արդար մթերքից եւ արդար ձևով։ Սիրելի հեռուստադիտող, հիմա մենք կփորձենք։ Հիմա խմենք, նոր փորձենք, հա։ Հայրուն հայկական գինի, այստեղ կարող է լինել մի փոքր դուք նույնպես որպես կանոն օգտագործում են այսպես կաթնամթերք, դա որպես կանոն կամ թթվասերը, լոռիում ասում են արաժան, կարող է լինել նաև կարագ, թերևս, բայց ավելի ճիշտ է փորձել առանց կարագի, որպեսզի մենք ճիշտ համազգանք եւ մեզ չխանգարի։ Հիմա փորձենք առաջին իսկ նույնիսկ առանց այդ մեր թթվասերի եւ կարագի ուղղակի փայլում է։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում մեր Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարը եւ մենք պատրաստեցինք մի ուտեստ, որը շատ նման է այն թողած անուններին եւ այս դեպքում պարզապես այն վերականգնեցինք խնկելի ամամամբ։
հրավերի համար, շատ շնորհակալ եմ, իրոք հաճելի էր աշխատել ձեր հետ միևնույն խոհանոցում, ինչ ասեմ, թող բոլորը փորձեն, կհամոզվեն, որ շատ լավն է, ձեզ էլ նորանոր հաջողություններ հետագա եթերներում։ Մեզ բոլորիս հաջողություններ, մեր ժողովրդին առաջին խաղաղություն լինի հայոց սահմաններում, երկրորդ, որ հնարավորություն մենք էլ այս խաղաղ երկրում ապրենք, ստեղծագործենք եւ շենացնենք այդ թունները մրգաշեմ կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանը խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում